Երկար բացակայությունից հետո մոտ մի 2 ամիս վերջապես մենք մեր տաղավարում նորից տեսնում ենք մեր հարգարժան Արտյոմ Խաչատրյանին։ Իհարկե այս ընթացքում Արտյոմը եղել է Մոսկվայում, բնականաբար հեռվից է դիտել կամ նայել կամ հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական, հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես Մոսկվայում Facebook եւ շատ բաները մի քիչ пассив են կամ Facebook ընդհանրապես չկա, ապա բնականաբար նաեւ դժվարություններ են եղել հետևել Հայաստանի սոցիալական ցանցերում տեղի ունեցող տարբեր վիճաբանություններին, ասեմ, որ այս ընթացքում դե գիտեք ինչեր են տեղի ունեցել, ինչպես ժամանակին Արտյոմը ասում էր, որ Սամվել Կարապետյանին մեր լավագույն բարերարին երկար ժամանակ դեռ Նիկոլը չի թողնի, որպեսզի նա բանտից դուրս գա, սրբազան շարժման ղեկավարները դեռ երկար կնստեն, նոր Կալա-Հաճապանյանը, մյուսները մինչև 26 թվականի ընտրությունները նույնիսկ աշխատեցում է պարոն Խաչատրյանը, որ Նիկոլը երբեք իր այդ վայրագությունները չի թողնի, ահա Նիկոլը, ես կարծում եմ թուրքական աշխարհի պայմանավորվածության համաձայն մեկնեց Աստանա, ստացավ թուրքական աշխարհի կողմից մեծագույն պարգև, ոսկե արծիվ, բնականաբար հենց այդ ոսկե արծիվ ստանալու օրն էլ բանը Տոկաևը ասել էր, որ անմիջապես Հայաստան վերադառնալուց, սա իբիջալոց շատ լուրջ ինֆորմացիա է, դա Մոսկվայից եկած ինֆորմացիա է, ոչ թե որտեղ ռուսները փորձում են խառնել, այլ ինֆորմացիա փոխանցողը ազգությամբ հայ է, շատ հայրենասեր հայ է, Արցախին ժամանակին մեծագույն ծառայություններ մատուցած հայ է, բնակվում է ուղղակի Ռուսաստանի Դաշնությունում, շատ լավ կապեր ունի Ղազախստանի հետ, շատ լավ կապեր ունի Վրաստանի հետ, Արևմուտքի հետ շատ լավ կապեր ունի, այսօր այս մարդը, որ ասում է, որ Տոկաևի հետ ոսկե արծիվը տալուց հետո Նիկոլին ասել է, բայց եթե մինչև ընտրությունները չեզրում Սահմանադրությունը փոխես, դու պիտի գնաս հավաքես ամբողջ Հայաստանի ղեկավար կազմի եւ անպայման բոլորի ներկայությամբ իլուր ամբողջ աշխարհի ասես, որ քո հիմնական խնդիրը ընտրություններից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը, որը ես կարծում եմ մեծագույն սիրով կատարեց Նիկոլ Փաշինյանը իր 3 երբ էր հավաքել էր Հայաստանի ամբողջ ղեկավարությանը, որի իրավունքը որևէ կերպ նա չունի։ Իմիջիայլոց այս հարցին անդրադարձել են նաև Պաուլ Հայրիկյանը, իմ Արտյոմը սիրում է Պաուլ Հայրիկյանին, չի սիրում, դա երկրորդական հարց է, բայց Պաուլ Հայրիկյանն էլ իր խոսքում ասաց, որ Նիկոլը իրավունք չուներ նման բան անելու։ Հենց որ նայում ես տարբեր աշխարհայացքներ, տարբեր կողմնորոշումներ, նախկին քաղբանտարկյալ, ներկա քաղբանտարկյալ, նախկին արևմտամետ, ներկա արևմտամետ, բոլորը այդ խնդրի հետ առնչվելիս կամ այդ խնդրի մասին խոսելիս նույն բանն են ասում, որ սա մեդալը իզուր չէր, որ տվեցին եւ պատահական չէր, որ ընդդեղից ինք արդեն հրահանգել էր, որ ստե բոլորին հավաքեն, ուժայիններ, չգիտեմ ինչեր, թաղապետեր, քաղաքապետեր, շնչապետեր, մնչապետեր, տիեզերագետներ, սուզանավագետներ, բոլորին հավաքեք, 7000 հոգի հավաքել լցես, ուրեմն դահլիճը, որպեսզի գա բոլորի արչև ելույթ ունենա եւ ասի, որ մենք փոխելու ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը իր մեջ պետք է ներառի մի քանի շատ կարևոր կետեր, դե արդեն հայ-առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի չլինի, Հայաստանի Հանրապետություն պիտի չլինի, դրա փոխարեն պիտի լինի Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն, եթե դա բացահայտ չեն անելու, նորից եմ կրկնում, ապա հաջորդ 5 տարին միևնույն է միտված է լինելու, որպեսզի այդ խնդիրները լուծվեն Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Ահա նման վայրի վերումներից հետո մենք տեսնենք, թե պարոն Խաչատրյանը ասում է հերվից ինչպես է դիտարկել Հայաստանի ներսում ընթացող գործընթացները, միաժամանակ ես կխնդրեմ, որ պարոն Խաչատրյանը անդրադառնա հայ-առաքելական Սուրբ Եկեղեցու ներսում տեղի ունեցող այս ալեկոծությանը, որովհետև արդեն նույնիսկ սրբազաններ, որոնք իրենց գոյությամբ, իսկ գոյությամբ ֆիզիկական,
որտեղ մահվան երախում են եղել, երբ որ վեհապարը նրանց ուղարկել է տարբեր արտասահմանյան բարձրագույն բուժհաստատություններ բուժվելու եւ նրանց մի կերպ փրկել են, նրանք հասել են Սրբազանի աշճանի, բայց այսօր խոնարհվում եւ համբերում են Նիկոլ Փաշինյանի աչը, աչն են երևի, ամեն թե ոտք չգիտեմ, իրաց մոտ ոնց է ընդունված, ողբերգություն է, բայց իրականություն։ Իհարկե, ես ի սկզբանե ասեմ, որ այս բոլոր խնդիրները, որ մենք քննարկում ենք, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեք ուզում խախտել։ Ես մի քիչ առաջ էլի նախորդ հաղորդման ժամանակ ասեցի, որ կարող է պարզվի, որ Մասյացոտնի Սրբազանը չէ, այդպես չի, այդքան դավաճան չի, թշնամի չի, եւ այլը չի, բայց ամենադեպս սոցցանցերում գրվում է եւ դրա պատասխանը չկա։ Մեծ որ Պավել Խաչատրյան, ձեր բացակայության ընթացքում նախ հարցնեմ, ինչպես է ձեր որդին։ Լավ է, սովորում։ Ինչպես են ընթանում դասերը։ Լավ է, ոչ սովորական է։ Սովորական։ Ասեմ, որ եթե Հայաստանը ստորագրածել էր մի հատ փաստաթուղթ, հիմա քո տղան գոնե ստորագրած է, վավերացրած չի։ Անվճար կսովորեր Մոսկվայի այդ աշխարհահռչակ ուսումնական հաստատությունում, բայց ինչ արած։ Դե լավ, ինչպես եք տեսնում այն դեպքերն ու դեմքերը, որ տեղի են ունենում։ Գիտեք, ամեն ինչ այնքան օրինաչափ է, որ ասենց օրինաչափություն աշխարհում ամեն ինչն է օրինաչափ տեղի ունենում, բայց այս աստիճան հարմոնիկ ներդաշնակ ոնց որ նախապես գրված պատրաստված սցենարով կյանքը ընթանում է առաջ։ Տեսեք, Մոսկվայում կան մեր հայերից շատերը այս կամ այն ձևով չափով ներգրաված մեր քաղաքական process-ների, որոնք sense բան են ասում, օրինակ, որ այս ընտրություններին Պուտինը Նիկոլին թարս կկախի։ Թարս կկախի, կմիացնի իրար բանին, այդ ինչ նորմալ չի, ինչ-որ խնդիր կա։ Շարունակում եք։ Շարունակի դու, շարունակի։ Դե որ այս վերջի գանուն համարն է Փաշինյան Նիկոլի, Պուտինը սրան թարս կկախի, իբր ընտրություններին կմիացնեն իրար Քոչարյանին, այս Սամվել Կարապետյանի նորաստեղծ այդ քաղաքական ուժը, կտենեն, կջարդեն, կփշրեն, բայց դե իհարկե նման բան տեղի չի ունենա, Պուտինը չի խառնվի, ոչ մի բանը չի խառնվի, ում համար խառնվի, բազմավեկտոր մարդկանց համար, ովքեր ողջունում են Թրամփի այդ ուղու կառուցումը, ովքեր մի թեթու բառ չեն ասում գոնե Ֆրանսուଆ Մակրոնին, գոնե դրա կնգան լավ, այդ Պրագայի համար, ովքեր եղավ 7 տարի, ինչի համար, շատ առողջ շարժում է պատրաստում ստեղծել Կարապետյանը, բայց չգիտես ինչու պրեզենտացիան անում են Ամերիկայում, ոչ թե Ռուսաստանում, որտեղ նրա ակումբներն են, նրա ռեսուրսները, նրա ամեն ինչ ընդեղ է, բայց գնում են, եթե գնացեք արեք ու սպասեք ձեզ աջակցելուն։ Ընդհանրապես Ռուսաստանը չի միջամտում որևէ երկրի ներքին քաղաքականությանը։ Դա ճիշտ է, դա պատմության ընթացքում, բայց երբեք թույլ չի տա իր 4 կողմը ստեղծեն ինչ-որ հակառուսական կենտրոններ։ Հիմա այս Թրամփի թուրանը դա, որը Թրամփի դրան ինչ ուզում ես համադրիր, Թրամփի ուղիդիր, այն Էշա ասում է Զանգեզուրի Միչանսկ, Էմյուսեշն էլ ասում Էրդողան Էֆենդին, Զանգեզ, ախպեր ուզում ես Թրամփի մոստացա, ուզում ես Թրամփի կնկա Պերեդոկ ասա, դա թուրան է, և վերջ, ինչ ուզում ես համադրիր, թուրանի գործը, այդ թուրանն է դուրեկան բան չի Ռուսաստանին, էլ չեմ խոսում Իրանի, Չինաստանի համար, որը կգա այդ թուրանը, այդ մոստը Թրամփի ինչ-այնշի, ես ուղղակի չգիտեմ ում քամակից ում քամակով դուրս կգա, սկզբից Նիկոլին կմտցնի, հետո Թրամփից կանի, թե հակառակը Թրամփի քամակից կմտցնի, Նիկոլից դուրս կանի, դե մեծ մարդ է, թող նստի ինքը որոշի ինչ կանի։ Այսօր իսկ Հայաստանի բազմավեկտոր ընդդիմությունը թող շարունակի իր բազմավեկտոր գործունեությունը, իր արևմուտքի առաջ խոնարհվելը,
Ռուսաստանին իրանց արևին փաղաքշել է, խաբել է, թող շարունակեն նայենք ինչի կասեն։ Քոչարյանը հարցազրույց է տալիս այս Թրամփի այդ կամորջի համար ասում է, դե գիտեք, հա, դե ասում է այն երկիրը չի Ամերիկան, որ մի բան ստորագրես ու չանես, ու հրաժարվես, այսինքն պետք է անենք էլի։ Եթե հայերի համար այդ մասու բանը դու ես անելու, քո ու Նիկոլի տարբերությունը որն է։ Ավելի տաշկիր բան է ասում։ Ասում է ամենաանհասկանալին ինձ համար այն էր, թե ինչու հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցրել։ Ախր ինքը հասկանում է ինչու, հա։ Այն մարդը, որը չի հասկանում, թե ինչու պատերազմը հոկտեմբերի 19-ին չկանգնեցրեց Փաշինյան Նիկոլը, ու դա իր համար առնվազն պետք է մանկապարտեզ գնա, հետո նոր գա իմ մոտ սովորի, հետո սովորի էլի խաղում։ Բայց ինքը հասկանում է, չի խոսում։ Պոլիտ կոռեկտ է, չի խոսում։ Գոնե հիմի գիտի չէ, տեսնում է, ինչ ասել է Փաշինյան Նիկոլ, այս գրանտակիրների ցանցը, որը իրա ու երրորդ նախագահի, ինչու ոչ, առաջին նախագահի օրվանից դրանք սկսեցին բուծվել, այստեղ գրանտակերա համայնքությունը դարձել էր բան, ազգային էկոնոմիկայի հիմնական սեկտորներ։ Ոսես է բանը։ Գիտեք, ստեղ մեկ միած լուրջ ողբերգություն ունենք։ Տեսեք, հայ ժողովուրդը եւ Հայաստանը արևմուտքի զորը առնվազն 1878-ից։ Երբ Բեռլինի կոնգրեսում վերահսկվեցին հայկական ավտոնոմիաները, 5 ավտոնոմիա, որոնք նախատեսված էին Սան Ստեֆանոյով, ընդ որում այդ վիլայետներում, որտեղ այդ 5 ավտոնոմիան պետք է ստեղծվեր, հայերը ամենաշատը կազմում էին բնակչության 40%-ը։ Բայց Ռուսաստանը հասել էր նրան, որ պետք է հայկական ավտոնոմիաներ գործեն բոլոր այդ վիլայետներում, դրանք ավտոնոմիա դառնան, որտեղ 20-ից 40-ն հայերը կազմում, հայ ժանդարմերիայով, հայ նահանգապետերով։ Ռուսական զորքերն կմնային այնքան, մինչև որ ավտոնոմիաները կայանային, այսինքն կմնային հավեր։ Ռուսները պետք է որոշեին, կայացել է ավտոնոմիան, անվտանգ է, դուրս գանք թե դուրս չգանք։ Անգլիացիք վիրեցրին այդ պրոյեկտը, ինչը հնարավոր դարձեց ցեղասպանությունը։ Համ զրկեց հայերին ինքնավարության իրավունքից, համ շատ հնարավոր դարձրեց ցեղասպանությունը, չէ։ Առաջին համաշխարհային լրիվ այլ կերպ կընթանար, մեծ հարցը Թուրքիան կմասնակցեր առաջի համաշխարհային թե ոչ, Գերմանիայի կողմը, եթե Ռուսաստանը Անատոլիայի սրտում ունենար ռազմական ներկայությունը։ 1918-20-ին անգլիացիք Հայաստանի իշխանությունների համար դա ոնց որ տերն ու ծառան կամ ասենք վարժապետ աչքի էր տա, բոլոր 4 դաշնակ վարշապետերի համար անգլիացի մի հատ գնդապետ կար, լավ է կապիտան չէր, գոնե գնդապետ էր այդ։ Stokes, ֆիլմում Fox էին ասում դրան, չէ։ Knox, հա, Knox էին ասում։ Վարշապետը գնում դրան կայարանում դիմավորում էր, դրա խոսքը օրենք էր, մնացել են չէ դրա հեռագրերը, դուք պարտավոր եք բարիշել, արդեն գրում Ալեքսանդրոպոլից առաջ, հաշտվել թուրքերի հետ եւ ոչ թե ռուսների, որովհետեւ ռուսերը մեր թշնամիներն են։ Դա աշխիլ է, չէ՞։ Դեռ վարիա գնում 50,000 քառակուսի կիլոմետր, որից 20 հետո մի կերպ հետ են բերվում։ Հետո 91 թվականից հայ ժողովուրդը համարեց, բայց եթե թվերով խոսանք, թվերի լեզվով, որը երբ է տեղի ունեցել, որ հասկանանք, որ 50,000 քառակուսի կիլոմետր կորցրին, թե չկորցրեցին։ Կորցրեցին, բայց 20-ը ռուսների հետ բերեցին։ Դու արդեն խոսում 21 թվին արդեն Ալեքսանդրոպոլի պայմանագրից հետո։ Հա, Պալեսը պայմանագրից հետո հետ բերեցին, հա։ Դրանից առաջ որ ասում ես 50 կորցրեցին։ Դե 20 թվականի պատերազմին կորցրին, չէ՞։ Այդ սեպտեմբերի 24-ին բխած պատերազմի հայերը սկսեցին, չէ՞։ Անգլիացիներին ինչ էր պետք։ Պատերազմ սկսել Հայաստանի Թուրքիայի միջև։ Յուրաքանչյուր արդյունք անգլիացիներին ձեր տալիս էր։ Իրանք զորքեր ունեին, գրվում էին Մուստաֆա Քեմալի դեմ, Սուլտանի կողմից, հա։
Եթե հայերը ջարդեին Մուստաֆա Քեմալին, իրանց համար դա շատ հիանալի արդյունք էր, եթե Մուստաֆա Քեմալը ջարդեր հայերին, ինչը տեղ ունեցավ, էլի հիանալի արդյունք էր, որովհետև ռուսները գալիս էին։ Անգլիացիները սահմանափակ Վրացիան Սիմոնը չէին, գիտեին, ուշ թե շուտ Ռուսաստանը գալու է։ Հետևաբար ինչքան քիչ բան մնա Ռուսաստանին, հա, այդքան լավ մեզ համար։ Վերջը Ռուսաստանի 10,000 կիլոմետր թողեցին 60,000-ից։ Անգլոսաքսերի բոլոր օպերացիաները միշտ տենց բան են։ Եվ սայրիսու։ Հա, երկու դեպքում էլ իրանց հա, երկու դեպքում է իրանց բանը։ Երկու դեպքում իրանք օգուտ քաղում են։ 18-20 թվերի ողբերգությունը եթե բան չեղավ, խրաչ չեղավ հայերին։ 91 թվին Տեր-Պետրոսյան Լևոնը համարեց, որ դասագրքերում պետք է գրվի թուրքերը ռուսների հետ կիսել են հայերի հողերը։ Գրանտակերների սերիական արտադրություն սկսվեց։ 92 թվից սկսեց, 97-ից շատացավ, 98-ից Սորոսը արդեն հիմնավորվեց։ Հա, 97-ից արդեն Փարեկը բաժանում էր արդեն այնտեղ երջանկացան երկրորդ ծնունդը Արանել Բասեղյան Լևոն, Սախուն Սախուր, Հայաստանի ամենաանվավերական վաստակները ավարտվեցին իրար գլուխը։ Վերջը հասանք այս վիճակին, վերջը ինչ եղավ։ Արևմտական ցանցը գրանտակերների իշխանություն վերցրեց, դե պարզվա արևմտյան ծրագիր պետք է իրականացնի, չէ՞։ Թուրանն մենակ հայրիկյան պայուրը կարող ասի, չէ, Թուրանը ռուս-թուրքական ծրագիր է, պրոյեկտ է։ Մենակ դրան կարող այդպես գժություն ասեն։ Հայրիկյանի մերձավորներից մեկը ինձ ասում է եւ ապացուցում է, որ Թուրանը հենց մի կառուցում են ռուսները։ Գիտես ոնց է հիմնավորում։ Այնտեղ ռուսական զորք կա, սահմանապահ։ Թող չթողնեն։ Ո՞րն է սահմանապահ զորքը։ Դա Սյունիքում։ Եթե ռուսական սահմանապահ զորք կա, այնտեղ թեկած է Թրամփն ստորագրում սրանց կաճոճ, ուրեմն ռուսներն են մեղավոր։ Թող եթե ռուսները չերում, թող չթողնեն։ Ահա ռուսերը էլի չեն թողնի։ Ես ասեցի, Թուրանը վերջը ում քամակից կմր, այդ չէ, հարցի պատասխանը չեմ կարող տալ։ Չերես Թրամփ դուրս կգա Նիկոլի միջով, թե չերես Նիկոլ Թրամփի միջով դուրս կգա։ Բայց որ դա կհայտնվի այդ տեսարժան վայրերում, դա փաստ է։ Եվ ոչ մի Արո ջան, այս բանը անջատեք, էլի ձեն աղմուկը գալիս է։ Եվ ոչ մի արդարացում, ոչ ոքի չի փրկի։ Թե բանդերականներն ասում, չէ, աշխարհն ասում, դե բանդերականները դեմոկրատ են, դու ինչն ասիր, նախագահը բան չենք։ Ռուսներն էս չեն, էլի։ Շատ ուժեղ դեմոկրատ են բանդերականները, Ռուսաստանը դիկտատուրա է, նախագահ չի փոխվում, բանդերականների մոտ արդեն 5-րդ թե 6-րդ նախագահն է։ Եվ ողբերգությունը ինչումն է։ Այսօր մենք ունենք բավական խայտաբղետ քաղաքական դաշտ, ճիշտ է, որ 70 թե 80 կուսակցություն։ Չկա գետ մեկ հակաամերիկյան, հակաարևմտյան կուսակցություն։ Հակառուսական ինչքան ուզես։ Հələ որ թվես դրա բանը անվեշ կթվես։ Ախր պարտադիր չի որ հակա ինչ որ բանականը լի։ Չափեջան, եթե դու չես ընդունում որ արևմուտքը քեզ թշնամի է, քեզնից խլելա քո հողերը, քեզ ենթարկելա ցեղասպանության։ Էլի եմ ասում, Սան Ստեֆանոն եթե մնաց ցեղասպանություն ուղղակի տեղի չէր ունենա։ Դրանք կայացած ավտոնոմաներ կլինեին։ Հայկական ժանդարմերը ով կարա Սան Ստեֆանոյում ինչ է։ Սան Ստեֆանոն ռուսերը ջարդին թուրքերին 1877-78 թվերի պատերազմը։ Այդ պատերազմով Սերբիան անկախացավ։ Շանվորտի բուլղարացիք անկախացան։ Մենք մտածում ենք թե Ալեքսանդր II Արձանը ոնց հաներադան են պարլամենտի մոտից։ Հենց կենտրոնական հրապարակում իր արծոդը դրած։ Բայց մեկի երևի մի երկու կաթիլ նամուս մնացել է, հետը կանեն, բայց անպայման կանեն։ Հա, Ադրիանոպոլում ռուսական զորքերը կանգնան։ Ադրիանոպոլը արդեն Ստամբուլն էր։ Այսինքն ոսով Արգավանն ու Երևանը։ Ադրիանոպոլում են։ Սա Ստեֆանոն էլ է Ստամբուլի արսվարսանների։ Չէ, դեռ բարիշում են։ Ովքեր են բարիշում, ասա որ ռուսները, թուրքերը բարիշում են, որ ախպերի ջան Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան ինչ-որ կարգավիճակ էր փոխում, թե ինչը, անկախանում են Արևելքում 5 հատ հայկական ավտոնոմիա ենք ստեղծում 5 վիլայետում։ Մենք պետք է մնանք, մինչև այդ ավտոնոմիաները չկայանան։ Վերջնական անվտանգության սա հարցերը կլուծեք, մենք կգնանք դուք երջանիկ հայերի հետ կապրեք։ Անգլիայի վիլայետներն էին, թվարկի։ Վանը, Էրզրումը, Հա։ Որ մարդիկ իմանան։ Վանը, Էրզրումը,
չեմ հիշում։ Այդ երկուսը հաստատ անունները տվեցի։ Վանն ու Էրզերումը կային։ Եմ մնացածը չեմ հիշում։ Ոչ թուրքական անուններն եմ խառնում։ Հա ինչու՞է, անգլիասիկ ու ասիասիկ չճանաչին այդ պայմանագիրը։ Ասին բռնի ուժով դու այն Հարիս Սուլտանին Հարիս տվես ստորագրել ես տվել։ Կգնանք Բեռլին, այս բազարը կանենք։ Ասին գնանք Բեռլին։ Բեռլին մնաց Սուլտանին ասին թե դա դու ես որ երկիրը տուրն ես տվել։ Ռուսերին դերից քշել հնարավոր չի։ Եկեք որ երկրի կեսից ավտել էր, արա 5 հատ հայկական ավտոնոմիա։ Բա ինչ անենք, դե ազգ Կիպրոսը մեծ կտածնվեր։ Բոսնիան մեր Ասիասի աղբորը նվեր կտաս։ Մենք ռուսերի կքշենք ընդերից։ Ու Բեռլինում քշեցին։ Ապակա կաթոլիկոս կար, չէ՞ Խրիմյան Հարմիկ, գնացել էր գիտես թե հայերի համար հաղթանակա բերել, բանա էր։ Դեռ ասում էին, չէ՞ որ Սուլթան Հարինն էս կնայի, որ բոլորը կնախանձեն։ Վան ջան, Արո ջան դու տեղ ես։ Այդ բանը անջատեք, էլի այդ ձայնը որ գալիս է։ Ոթա։ Հիմա էսա եւ այսքան կորուստներից, այսքան տանջանքից, այսքան տառապանքներից հետո մենք Հայաստանում չունենք ընդգծված հակառակության գաղափարախոսություն կիսող կուսակցություն։ Չունենք։ Սա արդեն դիագնոզ է։ Սա խոսում է որ ոչ ազնարով։ Ինչի՞ սիմը։ Սամվական իրա Հայկ Բաբուխանյանը։ Հայկ Բաբուխանյանը, չէ։ Այդտեղից կարանք մեր Եվնյակայի շատը Գերմանի կուսակցության անուն է տալ։ Քոնն է կարանք տալ։ Ես խոսում եմ մի քիչ ռեալ կուսակցության մասին, որը կա, որը գործում է։ Ինչի՞ Բաբուխանյանը լավ էլ ֆորումների անում Ռուսաստանի հետ, բաների անում ամեն։ Որպես Բաբուխանյանը հա հասկացանք, բայց թե։ Բքանյա թակորուսական կուսակցության անուն տան։ Ինչ 400 հատ։ 400 հատ։ Հայրիկյան 5 տարեկանից բարձր Հայաստանի բոլոր բնակիչները դրանց դեմքով գիտեն։ 5 տարեկանից բարձր բոլոր բնակիչները համեմատում ես Հայկի հետ։ Մեր չեմ խոսում Խզմալյան, Շամպանդ, Վարդուշը, Զավենովնան։ Դա Վարդուշն ասում չէ, Զավենովնան։ Դու որ մեկին ասես։ Սա դիագնոզ է։ Բայց այնքան է պետք չի ժողովրդին մեղադրել։ Վերջը ժողովրդը ինչ է։ Մի կներես էլի, քո տեղն այն է, ինչ դու ես իրան սովորեցրել, չէ՞։ Գողական դասներից գողական կդառնա։ Դու դարը իրան վեճեկայի օֆիցեր ես դարձրել։ Նույնը իմ տղեն։ Գողական չդարձրի, դեպուտատ չպատրաստի, պետք չի իրան դա, էլի։ Մի քիչ օժտված տղա էր, գնաց, ես եմ, նույնը իշխանությունը պետք է ժողովրդին դաստիարակի, չէ՞։ Կրթի, իշխանությունն է դասագիր գրում, ես չեմ գրում։ Հայ պատմագրությունը պաշտոնական դիշ մատնայի դասագրքերով, հա, ինստիտուտներով թեկուզ, որտեղ ամենաճիշտ պատմությունը եղել է խորհրդային իշխանության տարիներին։ Ոնե մի պարագրաֆի մեջ այսին բացատրածը որևէ դասագրքում կտեսնես։ Սա Ստեփանոս, լավ, օրինակ որ երբ որ ուզում են խորհրդային միությունը փնովեն, որ այս արեց, այն արեց, Ստալինին են սկսում հիշել, ասում են Ստալինը Հայաստանի կեսը տվեց Ադրբեջանին, Նախճեվանն ու Արցախը տվան։ Ախալականներս լավ, սպասի, 1919 թվականին եւ Նախիջևանից եւ Սյունիքից եւ Արցախից հրաժարվել են դաշնակները, դա իրանց ամենախայտարակ ստորագրած փաստաթուղթն է, որի մասին իրանք չեն խոսում։ Կոչվում էր չեզոքության մասին պայմանագիր։ Ու գիտես ովքեր ում ներկայությամբ են ստորագրել։ Մի հատ բրիտանացի եւ մի հատ բանը, ամերիկացի գետապետի բանով։ Ստորագրել են Վրաստանի դիրեկտորը, այդ Ադրբեջանի մուսավատիստների դիրեկտորը եւ Խատիսյանը։ Պլյուս մի բրիտանացի գնդապետ մի խայտարակ թե իբր ձենիկինը հեսա կմտնի իշխող Հայաստանի, Ադրբեջանի, աղբեր всё-таки այդ կոտիները պետք է Ադրբեջան տանք պեսնենք, մանսենս ճիշտ է սա։ Դաշնակներն են ստորագրել, 19 թե ինչ փաստաթուղթ է։ Կոչվում է կարամ ուղարկեմ, հենց։ Չուղարկի, հիմա հերթադիտողը մեզ նայում է։ Կոչվում է պայմանագիր չեզոքության մասին, այսինքն ռուսերեն դագավոր նեյտրալնե զոնի է։ Հա։ Հիմա հայերեն եսին ոնց են գրել։ 19 թվին են ստորագրել։ Ես ունեմ։ Կա թե հիմա պոյստան կբերի։ Պոյստու կբերի տեքստը, բայց ես ունեմ, ես կարամ բանով տելեգրամով ուղարկել։ Հա, օդոդկայի ուղարկի ես կարդամ ու լսեն, հա։ Չէ, մեծ բան է, մի 20 բան է, որ մեկը կարդաս։ Այդ կարդա ուսումնասիրի, վաղը կկարդաս։ Հա։ Հիմա ես սպասի
Ես դա ուղարկել եմ Թադևոսյան Ռուբոյին, չէ, Ռուբոյից անեմ։ Դե Արի ժամանակ չսախսեն գտնի բան, ես քեզ այսօր կուղարկեմ իրիկոնը, դու նա 20 ջան չկարծա, հետո առողջը կանադառնաս, հա, բանը, ասիկան որ ասում ստան, եթե չմոռանաք որ վաղն եք, դուք հələ ինչքան ժամանակ ես Հայաստանում։ Դե չգիտեմ։ Որ հատուկ այդ բանը կարդան։ Հովհաննիսյան Դանիելի բողոքից էլ է կախված, երբ կբողոքի, ինչ կանի։ Ինչի՞ պիտի բողոքի ունի։ Դե մի ինտերնան չապասա մենակ մնալու իրավունք ունի Մոսկվայում, հանի որ իմանա բողոքի, որ երեխան ապօրինի Մոսկվայում մնացե։ Հետո թողը եկել է, բա կարող է գրի բա չէ, ինքը օրինապես տվայ է ինքը։ Մի գծի ջար։ Հովհաննիսյան Դանիելը օրենքի մարդը ասում է գործալը Փառք ու պատիվ է, չէ, մանավանդ Ռուսաստանի պես Դաշնության պետության ինքը գործ չտա։ Չէ, լույս եմ ասում, այդ երեխան մի գիշեր իրավունք ունի մենակ մնալու, առանց ծնողի։ Կասես տիկինս ընդեղ է։ Հա։ Այս ինտերնետային դարում, այս էլեկտրոնիկայի դարում տիկինս Երևան նստած, հա, ես ասեմ դեղ, հա։ Բա հիմա խես օրինակ ասում, ոչ մեկ այդ բանը չգիտեր։ Բոլորը գիտեն, որ ես տեղ եմ Երևանը։ Դա ասում եմ դե։ Ոչ չգիտեմ, որ այդպես օրենք կա, չկաս երեխեն։ Բոլոր նորմալ եկե Գերմանիայում այդ օրենք կա։ Իմ ալիքը դասան երեխեք ունի, Ավստրիայի սովորում, մեկը ինքն է բանա, ապեկունստը։ Այդ հայերեն ոնց ասեն, նո ոչ թե խնամակալ։ Խնամակալ, հա։ Դե ես խնամակալը իսկ ցույց չեմ տա տեն բան անեմ, բայց ոչինչ։ Դե հիմա Ստալինը ինչու է վատ մարդ, կարաս բացա, Ստալինն է տվել, Նախիջևանը, բանը։ Դե ես ասի Նախիջևանը բանը ով է տվել, հետո գիտես ինչ կա։ Եթե Նախիջևանը Հայաստանի հետ։ Հա, լավ, եթե Նախիջևանը եք ուզում, բան եք ուզում, այդտեղ ձեզ 20 թվականի մայիսին Ղարախանի նամակագրությունը կա սրանց հետ։ Հա, չի առաջարկում էին, հա, առաջարկում էին դրախտային պայմաններ։ 70,000 քառակուսի կիլոմետր։ Մինչև Ծով պլյուս Նախիջևան, Ղարաբաղ, Սյունիք, Մոնիկ։ Դուք չհամաձայնվեցիք։ Հետո այդ մարդկանց մայիսյան ապստամբությունը արյամիշ խեղդեցիք, ճիշտ է, Ղուկասյան բան սաղինը դակալեցին։ Ասիկ վայ կոմունիստ են ջարդում, ինչ լավ տղան։ Արա շուտ խորհրդանայիք։ Խորհրդանացվեիք, շուտ, այդ ադրբեջանցիք խիվ այման շուտ արին։ Վերացիք ուշ արին, չեմ եզնից, 21 թվին։ Շուտ անեիք։ Անգլիացիներ ա ձեր հույսը, ոսոր բանդերականների հույսը, ամեն օր կոտորվում են, հազարներով ամեն օր կոտորվում են, ամեն օր տարածք են կորսում, բայց Լոնդոն ու Բերլին, Փարիզը խառը ասում են դիմասեք, բաբելը բուդի ձանամի, հետ իմանում են։ Այրն է, եշիշ լսում էին դրանց էլի, ասում են ինչ բացարվածա, լսի, լրիվ նույն գործն անում և Նիկոլը, լիբերալ արևմտական, և սոցիալիստ դաշնակները։ Դաշնակցականներին այդքան մի բան արա, որտեղ լրիվ ուղղակի բեր այդ պայմանագրերը կարդանք, մարդիկ տեսնեն։ Հա, ես որ կուղարկեմ վաղը ուսումնասիրին, չի որ դու ասեցիր ու չէ, երբ որ մենք խոսում ենք մեր հանրության հետ, հանրության մեջ հայ հեղափոխական դաշնակցությունը մարդը ոչ միայն կարողացել է։ Չէ, գիտեք, նայ, դաշնակները ահավոր վնաս են տվել։ Չէ, ես դաշնակ եմ ասում, միշտ մի բան, դաշնակը։ Ահավոր վնաս են տվել, բայց մի ներելու բան ունեն, նրանք թշնամի չեն եղել, դավաճանի չեն եղել, դրանք նախ հիմնականում բոլորն անգրագետ են եղել, երկու հոգի է բան ունեցել, դիպլոմ, քաջազնունին, չէ մենակ քաջազնունին է դրանցի դիպլոմ ունեցել, մեկ է կիսա դիպլոմ ունեցել է Նժդեհը, որը Պետերբուրգի համալսարանը կիսա թողեց գնաց Բուլղարիա, չեն ունեցել մարդիկ կրթություն։ Համազգանան կրթություն ունեցել է մենակ քաջազնունին, ինչ ես ուզում այդ մարդկանց։ Ինչ ես ուզում։ 1.5 դիպլոմով, 2 տարի ու կես երկիշ եղեք։ 1.5 դիպլոմով։ Կեսը ներդրին, մեկ քաջազնունը։ Առագտիչ ցուցան է։ Ասում եմ, այն մարդիկ թշնամի չէին Հայաստանին, գործակալ չեն, ուղղակի իսրտե արևմուտք էին սիրում, ասում են արևմուտքը մեր բան, բայց սրանք արդեն եւ թշնամի են եւ ամեն ինչ են։ Բանում ես։
Եվ Դավաճան են, ու Դավաճան չեն թշնամի են։ Սրան Դավաճան ասել մի քիչ սխալ է։ Հեսա եւ իհարկե այս այլասերված մտավոր առումով եմ ասում, այս այլասերված քաղաքական դաշտում ոնց կարող է նորմալ քաղաքական ուր ձևավորվել եւ իշխանության չգա ինչ որ Փաշինյան Նիկոլ կամ Էլբետար մի բան 90 թվից Հայաստանը շարժում էր այսօրվա 90 թվից հələ դուք հիշում եք մինչև քանի սովետական միությունը կար ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված հիշում եք ինչ էին ասում ամերիկացիք Այնվաղ հյումանիտե թեст կար հիշում եք ֆրանսերեն սովորողները գունավոր թեստներ միակ գունավոր թեստներ սովետում վաճառող ֆրանսերեն սովորողները կարծում էին ես էլ էի կարծում հետևյալն էին ասում գետին մտնի Կարբաչովը Շևարդնաձեի հետ որ Ղարաբաղը չի տալիս հայերին ամերիկյան պաշտոնական դիրքորոշում բողոքում էին պահանջում էին Ղարաբաղի վերադարձ որովհետև դա սովետականությունը քայքայող գործողություն էր չէ ինչ էր ասում արդեն 92 թվականին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի տեղը բացառապես Ադրբեջանն է լայն ավտոնոմիայի իրավունքով 92 թվականին հələ պատերազմը չէր սկսվել ողջ թափով հիմնական պատերազմն էին սովետը արդեն չկար Մաբա այստեղ ազնվորեն լենք իրար հետ Կամսամոլսկայա Պրավդա բացն է դրա Չէ, Կամսամոլսկայա ինչ կարևոր է թե ինչ էր ասում շատ կարևոր է թե ինչ էր անում հասկանում ես Համենայնդեպս ինչ էր ասում ես չգիտեմ, բայց 94 թվականին մենք մեր սուրը փառքով դրեցինք, հասկանում ես։ Դե Տեր-Պետրոսյանը ասեր, Աշխարհին ասեր, օրինակ հрьяաները Իսրայելը вообще ուրիշ բան է ասում, ուրիշ բան է անում։ Ինքը իր բաներին, գոմիկ-զմոմիկներին, տրանսվեստիտներին հավաքում է, համերգ է տալի, ինքը հարձակվում է դրանց ոչնչացնում է, որտեղ դրանք իրան պետք է մեղադրում է խեղճ Գազային, պաղեստինցիներին հարձակվում է իրանց վրա 100,000 մարդ երեխա մեծ ու մանուկ կոտորում է։ Հիմա ինչ կարևոր ինչ է ասում Նաթանյախուն, ինչ է անում իր ազգի համար։ Կարևոր չի ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանն աշխարհին, ինչ էր անում, մարդը իր սուրը ասոք անողի ինքն էր, անողի ինքն էր։ Ցավը տանեմ, եթե ինքը չուզենա, հավքն իր թե որ։ Ես համոզված եմ, որ Քելբաջարը չէր ուզում, հետո ուզում էր դաժե հեկտար։ Որպես։ Ուրեմն Շուշիի համար էլ գորը ես մի էպիզոդ։ Չէ, Շուշիի թվը ինքն աստորակ։ Ես մի էպիզոդ, համենայնդեպս, այդ նույն 92 թվականի։ Հա, Շուշին հա։ Իրար հետ պատվիրակության կազմում մեկնել եմ, ինքը այդ ամեն ինչը նախորոք, մեզ։ Գիտեմ Շուշին հա։ Ուրեմն ես խոսացել եմ շատերի հետ, այդ թվում նաև մեծ դերակատարում ունեցող մարդկանց հետ, որոնք ասում էին ախպեր, որը ինքը ասել, նիխտ, այդ օրը դառնալու է նիխտ։ Վինայ։ Այ 94 թվականին ինքը ասել է նիխտ, այլևս։ Հա կոնկրետ կարամ ասեմ Միր Բաշիր եւ այլ, դա եղել է նիխտ։ Հա Գանձակ, մանձակ։ Այդ սա հիմա դες որ բանա չանենք, էլի չփորձենք։ Ամեն մեկս մի բան գիտեք։ Հիմա համաձայն եմ։ Հիմա նայեք ավելի շատ լինի։ Հիմա այս այլասերված քաղաքական դաշտում, որտեղ հայ ժողովուրդը իրան համալմագրագետ, քաղաքականապես հասուն, գիտակից որտեղ չկա գոնե մեկ լուրջ հակարևության գաղափար կիսող քաղաքական ուժ, այսօր իշխանությունը հանձնել է սրանց, այս սրանք ինչ են անում, ունի 1000%-անոց ինդուլգենցիա արևմուտքից, արդեն այն արշանալեկտի ասե, եւ ճիշտ է անում ինքը, բա ինչ անի, օրինակ լսի, մոտավորապես պատկերացնում եք այս Թրամփի մոստի արժեքի ինչ արևմուտքի համար Անարժեք բան է։ Հա, անարժեք, вообще գոյություն չունի դες բան։ Այլաբար դա փողի առումով 0 է։ Հա, աշխարհը քաղաքական արժեքն եմ ես ասում։ Բա նրանք կթողնեն Փաշինյան Նիկոլի խածից դեռ մեկը կպնի։ Նախբեր ասում են, այդ տղա ինչ ասում են թուրքերը կանես, սահմանությունները կփոխես, սահարանները կթաբլես, հետեւե երկրի կփոխես, այդ Թուրանը մեզ պետք կա։ Վիզը տրված է, հա, վիզ Թուրանը մեզ պետք է, դե մի ինչ ուզում ես սրա, լսի, սրա օրինակ, ես որ սրա ոչ մի բանի չեմ զարմանում, այս վեհափառի
աղբոր ձերբակալանքը խայտարակություն էր։ Դպատկի ինչի համար են ձերբակալել, աղբորն ու կալանավոր է, աղբորն ու տավոն։ Հա։ Գնացել են դրանց տուն, այդ մարդիկ ասել Ախմեջան, մեր տարածք մի մտեք։ Իրա տուն են եկել, հա, իրա տուն չի։ Ոչ մի բան, ոչ քրի Ծածկել է։ Իրա ծանոթ, հա։ Լավ դու արդեն ծերարներ Լսի, մեկը դից սրտան։ Եվ տես որ դու Այն խոժան տերտերի արևմտյան արժե համակարգը դա է։ Արևմուտքը արժե համակարգ չունի։ Բանը անում է Մայասանդում, Ռումինիայում։ Եվ երբ այսօր Լսի, սրբազանա, եպիսկոպոս ազնվորությունա, այդ մարդուն կարելի է 5 շարքային քրեական տարի հետ պահել նույն կամերայում, դու շանվորտի եկա։ Մկրտի սրբազան են, վեհապարի քրոջ տային։ Սովետաշեր նստածա 5-6 գողականի հետ, 5-6-րդի ինքնա։ Էլ ուրիշ տեղ չկար այդ մարդուն պահելու։ Ես էլ չեմ խոսում, որ իրակալվել է խայտարակություն, այդ դյադեն, այդ նախին դրա տված Իվանիսյան Դանիելի տված գործով հասկանում ես սրանք ոչ մի չափ, ծաման, նամուս չունեն, այս Սաակաշվիլին նույն բանը չէր անում դեղ։ Գաղութներում գիտես ինչ էր անում Սաակաշվիլին։ Իրա պիղծ բանկական վենդետաներով էր զբաղված։ Ոչ մի մարդ, ոչ մի նորմալ մարդ ընտանիքում մեծացած մարդ, այտենց քալիրի չեր գնա, ինչ գնացին գրանտակիրները, թե Վրաստանում, թե Հայաստանում։ Իվանիշվիլին Իվանիշվիլի չի, դրան Բրիտանի նստեցնի սովորական կամերայում, ոնց որ սրանք մկրտի սրբազան են։ Թող դա նստի զգա ինչ բանա, գաղութի։ Բախը Ստալինն է մեղավոր, արա։ Ստալինը խեր ժամանակին սա են քշում բան, Սիբիր, բան։ Ինչի մեր հողերը տվեց ադրբեջանցին։ Մեր ասում են Զաթո Սերժը հիմա չկա։ Զաթո Սերժը չկա։ Դու Զաթո Ստալինն չկա։ Իսկ Ստալինը իրա մի տղեն, էդի պատմի է, որ մարդիկ իմանա։ Հասկանում եք Ստալինի մասին, որ մի բան կա օրինակ, ինքը կյանքում բաներ արել, որը մարդը չէր արի։ Նորմալ մարդը չէր արի, դա մի տղին ուղարկեց Գերին, հա։ Երկրորդ տղին է ուղարկեց ֆրոնտ, արգելված էր այդ տղին միակ օդաչունն ա եղել համաշխարհային պատերազմին, որը առանց պարաշյուտ ա գնացել մարտական գործողությունների, առանց պարաշյուտ։ Այսինքն դրա օդանավը քերծվել օծում Վասիլի Ստալինը։ Այո, Հետո ասում են թե տղին շուտ գեներալ առանց պարաշուտի ուղարկու, որ Ստալինի երկրորդ տղին է Երևանում այդ խայտարակություն կլեր։ Պատկերացրու սովետական առաջնորդի երկու տղա ունի, երկուսն էլ Հիտլերի գերության մեջ այդ խայտարակություն կներ։ Մի հատ էլ որդեգրած տղա ուներ։ Բանի տղեն, Օրջոնիկիզեի, կարծեմ։ Նա ինչ-որ մեկի տղեն, որ ինքը Օրջոնիկիզեի, թե Իրան գերներից մեկի տղեն, հա։ Օրջոնիկիզեի, թե նորմալ մարդը դա բան չի անի։ Բայց հետո ասում են պրոտեկցիոնիզմով էր զբաղվում, շուտ գեներալ դառավ։ Արա այդ տղի տանջակը ով է տեսել համաշխարհային պատերազմի ընթացքում, բայց չարժեր որ 30 քանի տարեկանում գեներալ դառնար։ Ով է դու այդ ռիսկին դիմել։ առանց պարաշուտ։ Առանց պարաշուտ գնացել է եւ խփել էր այսած։ Հա, բայց Ստալինը մեղավոր է։ Հիմա լավ է սրբազանները բախի են սենց սկսել հանձնվել Նիկոլին։ Ոսի գիտես ինչ կա, եկեղեցին էլ է հասարակության բան մասը։ Եթե օրինակ Սերժ Սարգսյանից քանի հոգի հանձնվան Նիկոլին, Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից։ Քանի հոգի։ Շատերը, չէ։ Եբա Սերժ Սարգսյանի թիմը քաղաքական դաշտը, չէ։ Դա հասարակության մասն է, եկեղեցին հասարակության մասն է, այդ ոնց որ եկեղեցում պիտի շահամորտի չլինի։ Ոնց որ պիտի չլինի, որ պետք է հանձնեն, բան ինչ պետք է անեն։ Լսի, հայ առաքելական եկեղեցին Թուրքիայում համարվում է, Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք, այդ մեկ։ Երկրորդը, բոլորից շատ թուրքերը եւ նրանց արևմտյան ղեկավարները վախենում են հայկական ռևանշից։ Բոլորից շատ։ Իսկ հայ առաքելական եկեղեցին ռևանշի հիանալի կազմակերպիչ է եւ գաղափարակից։ Ճիշտ է։ Դե ուրեմն եկեղեցին պիտի չլինի։
Եվ այդ եկեղեցու վերացման process-ը Փաշինյան Նիկոլը սկսեց հենց իր եկած օրվանից։ Նրա առաջին ստորագրած որոշումը վեհապարին զրկեց թիկնազորից։ Երկրորդը կազմակերպեց նախաձեռնեց նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը։ Չստացվեց։ Կիսատնա ինքը աստիճանաբար գնում է։ Ինքը տեսնում եք հիմա ես որ հիմա նայում եմ ինչա Վենեսուելայում կատարվում, պարոն Իսագուլյան։ Վենեսուելայի դեպքը ներկայացրել երկու բառով։ Դա նույն ինչ Փաշինյան Նիկոլն անում է հայ եկեղեցու հանդեպ։ Ուրեմն Վենեսուելան շատ հետաքրքիր երկիր է։ Ուրեմն մինչև 99 թիվը իշխանությունը պատկանում էր սպիտակ արիստոկրատիայի եվրոպական։ Իսկ դրա մեծամասնությունը, ասենք Ուգո Չավեսն դեռ սպիտակների ու հնդիկների ու նեգրերի խառնուրդներ արդյունքում ստացվում էր Ուգո Չավես, Մադուրո բան։ Առաջի անգամ այդ եվրոպական արիստոկրատիան իշխանությունը զրկեց Ուգո Չավեսով 99 թվականին։ Ազգայնացրեց նավթի ինդուստրիան, ինչը սրանց դուրս չեկավ։ 2002-ին այն Էշ Ջորջ Բուշը, այն որ դաունա, փորձեց սրան հանել։ Հեղաշրջում եղավ, Չավեսին տարան բանտ, երկրի ժողովուրդը գնաց հետ բերեց։ Մի մահափորձ, երկրորդ եւ վերջի այդ մարդուն թունավորեցին Ռակո հիվանդացերին սպանեցին, ինքն է ասում էր ինգերներ, Լուկաշենկոն էր ասում, դրանց հետ հաճ չուտ եք արա։ Այդ արևմտյան ոչ մի շահորդի չնստեք սեղան, վարի կտանվեց։ Եկավ Մադուրոն։ Մադուրոին է ամեն ընտրությունից հետո թե պարլամենտական, թե նախագահական, Մայդան, Բույդան, Էսկոմ ենքոմ։ 19 թվականին Թրամփը իր ստորագրությամբ Մադուրոյին աշխատանքից հեռացրեց, մի հատ գրանտակի շահորդի դրեց նախագահ Խուան Գուայդո, էլի չօգնեց։ Այդ վերջի պարլամենտական դրականը նույն հույզերը, նախագահականը գործը հասավ, որ $50 միլիոն վճարում էին Մադուրոյի պիլոտին։ Գիտես այդ մասին, որ Մադուրոյին իջեցին դա, որտեղ ամերիկացիք կասեն։ Իմացել եք $50 միլիոն։ Լավ է այդ պիլոտը շանվորդի չէր, եկավ ասեց, շեֆ ջան ասեց, մի բան են անում, 50 միլիոն տալիս եմ, որ ես քեզ փախցնեմ տանեմ Պուերտո Ռիկո ամերիկյան բազայի միջոցին։ Էդ է չեղավ։ Հիմա այսօր ամսի 24-ն է, չէ՞։ Այսօր նայ Ռուբիոն հետևյալը պետք է հայտարարի, պետք է որ Մադուրոն այլևս սուվերեն երկրի առաջնորդ չէ, ինքը նարկոկարտելի տերորիստական կազմակերպության բարագլուխ է, ինչը Միացյալ Նահանգներին իրավունք կտա, արդեն ռազմական կամ հատուկ ծառայությունների միջոցով օպերացիա կազմակերպել Մադուրոյին վերացնելու կամ կալանավորելու։ Այսօր ամսի 24-ին այդ մասին կդիմանան։ Էլ հնարություն անգլոսաքսի որ մեկի կոկորտից բռնում են, բաց չեն թողնում։ Կամ Մադուրոյին Թրամփը գերեզման կտանի, կամ հակառակը։ Հիմա դա նույնը մենք էինք։ 2008-ից մեր վրա փորձարկում էին, չէ՞, սրանք իշխանության փոխել։ 2008-ին, 2015-ին Էլեկտրիկ Երևան Բարսեղյան Լևոնի գլխավորությամբ, դա փորձ էր, 2016-ից սասնացրել ու պատերազմ։ Վերջ ինչը ուշտեշուց տասել։ Նույնը Փաշինյան Նիկոլը եկեղեցու կողքից բռնելը չի թողնի։ Կամ ինքը իրոք կվերացնի։ Եկեղեցու վեհապար հայրապետին։ Հա, կվերացնի, իրան վեհապարի վերացնելը կսպանեն կպրսեն, վեհապարի սպանելն ինչ է։ Իրան պետք է եկեղեցին քանդել։ Վեհապարի սպանությունը քիչ է ստեղ։ Բա որ վեհապարին սպանեն ու հակառակ ռեակցիան տա։ Ինչ պետք է։ Կամ ինքը կքանդի այս եկեղեցին հիմնովին, իսկ դա շատ հին բան է։ Լսի, սովետական միությունը մոնոլիտ պետություն էր, այս երկու գեղացով քանդին քանի տարի։ 5 տարում քանդեցին Հերնանեսին։ 5 տարում քանդեցին։ Եկեղեցի 7 տարի այս մարդի եկեղեցու հետևի եկեղեցին շատ հեշտ է քանդել։ Նու հեշտը հեշտ չի, բայց հնարավոր է։ Այն է արդեն քանի հատ շանվորդի հոգևորական կա իր կողքը կանգնած։ Իսկ շանվորդիներ պոտենցիալ չի կարող չլինել եկեղեցում։ Անկամ բարձր հոգևորականների շրջանում։ Այդ ոնց որ պալիդորոմիկային շանվորդիներ ու մայրաթորում չլինեն։ Իհարկե կլինեն։ Ոչ մարդ են, չէ՞։ Հա, ամի ոնց որ Թրամփը վարում է Կոլումբիայի հետ,
Տրամպի աշակերտներից մեկը, աշխատողներից մեկը Հայաստանում, էլի, բան ունի, առաքելություն ունի, հայ եկեղեցին վերացնել։ Նույն բանը, նույն համառությամբ, նույն ֆորտեչքից լարում են դռնից համատում, դռնից լարում են կառավարություն, ինքը մինչև վեր պետք է գնա։ Չէ, բայց իմիջիալոց այդ սրբազանները, ովքեր որ իրան նկատմամբ շատ ավելի բարյացակամ են հիմա, պրիբալտյան երկրների, մերձբալտյան երկրների, այս մասյացոտնի, այն մյուսը Աբրահամ էր, ինչ էր անունը չգիտեմ, դրանց հետ կապված շատ ավելի խայտառակ պատմություններ կան օրինակի համար, քան ցանկացած մեկ ուրիշ բանի։ Սրանք պիղծ են, հեր իրանցից, ես կոնկրետ նկատի չունեմ, նույնպես այն ինչ որ ես կարդում եմ։ Նրանք հրապարակվել են մեկի բաղձությունը, այն մյուսի կղծությունը, այն մյուսի վախծությունը։ 57 թեմ ունի հայ առաքելական եկեղեցին։ 11-ը Հայաստանում, 46-ը դրսում։ 57 թեմ, այսինքն 57 թեմակալ, 57 առաջնորդ։ Եթե 100 միլիոն փող ծախսվի։ Չէ, Հայաստանում հիմա 11-ից շատ է։ 12 լավ, ես վերջինն է 12։ 12 Հայաստան, 56-ը 46-ը դրսում։ Եթե 100 միլիոն դոլար փող ծախսվի, ինչ Էրդողանը կտա։ Որովհետև իր ազգային անվտանգության հայեցակարգով սպառնալիքը։ Այդ 46 առաջնորդից քանի հատ է գտնեն Նիկոլի գիրկը, Նիկոլի Էրդողանը։ 47-ը։ 47-ից 47-ը։ 46-ից 47-ը։ Չէ, այնտեղ մարդիկ կան, որ շահորդի չեն ինչ խոսում։ Եզրած կան, դեղայքից բան, խաժակ կան, ու չնայած խաժակը մի առաջնորդ չի։ Չէ։ Պատրիարքա նորմալ բանում Երուսաղեմում, հələ Ստամբուլի պատրիարքը դե հա թուրք ամեն մարդուց ինչ է ասում։ Թուրք քաղաքացի է, թուրքական կառավարության աշխատող է իր կարգավիճակով։ Աշխատավարձ ստանում թուրքական պետությունից։ Չէ, բայց դե գոնե կեսին կտանի 40 շատին, որտեղ ինչքան է Եվրոպայում արևմուտքում կա, հաշվի պետությունները աջակցելու են Նիկոլին, որ ինքը դրանց տա։ Դրան, հա, Նիկոլին էս գործում Էրդողանին կողմի նաև արևմտյան ծառայությունները, Ցերունա, Միվեսնա, էսա, այնա կբռնեն հերերը կանից է։ Կեսին համար եմ ասում 46-ից 47։ Կեսին, հետո ինքը ավելի վատ բան է անում, ինքը ստեղ դու նայ, սա որ խոսում է դեպի պետականացնում է եկեղեցիները, չէ՞։ Այստեղ նա շատ հետաքրքիր բան կա, այստեղ կոլիզիա կա իրավական։ Նայ, մեր բոլոր բաները, տաճարները, պատմամշակութային կոթողներ են, չէ՞, բոլորը։ Հրիփսիմեն, Գայանեն, Շողակաթը, Մայրաթորը։ Դրանք չեն կարող պետական սեփականություն չլինել։ ՀԿ-ն ինչի ստատուսը մի եկեղեցին ունի, հասարակական կազմակերպություն է, չէ՞, բացառիկ, ճիշտ է, բացառիկ։ Բարսեղան Լևոնն էլ է, դրանք ամբողջը պատկանում են ՀԿ-ին, սեփականությունն է։ Մինայ ինքը Գարնիսը հետաքրքիր է յուրիստներին պետք է չեմ պնդում, բայց ՀԿ-ն չի կարող ունենալ որ սեփականություն, պատմամշակութային բան, կոթող։ Չէ, կարող ունենա։ Այդ Իրանն եղել է ի սկզբանե, ՀԿ-ի ստատուս մի տվեք դրան, եկեղեցի։ Չէ, կարևոր չի ինչ ստատուս է տալի, լավ, այդ կարևոր չի։ Չէ, ես չեմ ասում ես ճիշտ եմ, բայց ես մի բան գիտեմ, որ տրամաբանությունն է հուշում։ Բացի դրանից, Պարոն Գևորգ Դանիելյանը դրա մասին գրել էր, որ այդ ամբողջը պատկանում է եկեղեցուն, եւ եկեղեցու սեփականությունն է, ու եկեղեցու Բայց ոչինչ որ եկեղեցին ՀԿ է։ Որևէ մեկը այդ եկեղեցու սեփականությունը վերցնելու, տնօրինելու, իրանից խլելու իրավունք չունի։ Հիմա նայ, սրա աշկը նայ ուրիշ բաների վրա է, ոչ թե շենքերի։ Այնտեղ այս սրբություններ կան, ասենք Գեղարդը, լուսավոր չի աղա չի։ Սա շատ լուրջ հիմնավոր կասկածներ կան, որ սրան դերթում են, ինքը գնում է հայ առաքելական եկեղեցին առաքելահիմնությունից զրկելու գնում ինքը։ Ընդհանրապես վերացնելու, բան մի արա, դրան եք հասկանում ես, հիմա նայ, աշխարհում 8 Գևարդ կա, բոլորն ասում են մերն օրիգինալ է, բայց բոլորը աշխարհ հայկականի վրա է։ Հռոմի պապը չի ասում բանին է, ասենք Փարիզինը ինձ տվեք, բայց աչքը սրա վրա է։ Դու գերասա ես կա։ Այս վերջերս սա որ ջանովել էր բան, Վատիկան էր գնացել։ 100 տարվա թուղթ ստորագրել, չէ։ Նիկոլը։ Հա,
Վատիկանի հետ համագործակցության 100 տարվա այդ իմաստացները մտցված են մեջ։ Ինքը հանձնում աղագին բան սրբություններից։ Բացի այդ ինքը Վատիկանի օգնությամբ դե մեր եկեսին առաքելական է, չէ, առաքյալներից ենք մենք բան արել։ Այդ առաքելա հիմնությունն է ինքը։ Առաքելա հիմնություն, հա, հիմնավորումն է ինքը վերացնում Վատիկանի ջերմխնդրանքով։ 100 տարվա ինչ թուղթ ստորագրել դրանց հետ։ Ես չեմ կարող ասել։ Ստորագրել։ Որը կգա իմանաս։ Դե լավ, հիմա մի բան հարցնեմ, օրինակ, ինչ ես կարծում։ Վեհապար Հայրապետը, չէ, որը կարա այսօր գնա ցանկացած թեմում պատարակ մատուցի։ Հա։ Ինչի ակտիվ չի գնում։ Ինչի հենց տեղում այդ առաջնորդներին ուղակի գործիչ չի անում եւ կարգալույց չի անում բոլոր նրանք, որովհետեւ դրանից հետո դրանց կատարած գործողությունները կլեն։ Հիմա տես, Նիկոլը նախ վախեցնում է բոլորի վրա կոմպրոմատ ունի։ Հա։ Մասյաց թեմի առաջնորդի հաստատ կոմպրոմատ կունենա, վարիանտ չկա, նրա տեսքից էլ երևում, որ վերեն կոմպրոմատ կա։ Հիմա բայց այդ մարդը վեհապարից չի վախենում, որտեղ մտածում է դե վեհապարը վճռական չի, իրան ոչ բան չի անի, իսկ Նիկոլը նախ դանող է, Արավել լավ է Նիկոլին, վեհապարը ինչի է, այդ մի տերդեր է այդ անգամ, որ սխալ բան արել էր, ինչ հիմա չի կարգալույց եղած չի։ Որը։ Բայց երկրորդը կար, բացի են Ասիոպիկից, ինչի կարգալույց չեն արել ինչ հիմա։ Չունեմ, նայ, վեհապարն էլ է հայ։ Իսկ բազմավեկտորությունը քաղաքական հասարակական կյանքում հայերի գենետիկ հատկություն է։ Օրինակ նա ինչ է անում վեհապարը։ Դե հանգիստ նստի տեղը տելի։ Ինչ է անում։ Օրինակ ինքը որ ես Փաշինյան Նիկոլի հենց առաջին նայեզից հետո որ գիշերով վերադարձավ բան զվարթնոց։ Արա մի տենց միա կանջատես հիմա։ Հա։ Նորմալ դիր արա, մի շալ, քիչ չա։ Հա, բան դնաս տողալի։ Էլի տես ոնց է դա։ Հա։ Քանի օկով գնացին դիմավորեցին։ Ումը վեհապարին։ Ո՞րն է։ Աերոպորտում, զվարթնոցում։ Ես չգիտեմ։ Վանեսյանը գնաց։ Լավ ես էլ եմ գնացել, ոչ մի նշանակություն չունի, ասա, ինչ ես ուզում ասես։ Ես օրինակ դա բոլորին կսերեի, բոլորին չի շատերին։ Կասեի տավարիշ գեներալյան, 7 տարի առաջ ին վեհարանը օկուպացվել է, դու եղել ես երկրի KGB-ի պետը։ Ախորպես գնատուն գիշերը ուշա գնա երեխեքիդ մոտ, թորներից մոտ։ Բազմավեկտորություն է սա։ Ինքը սկզբունքային պետք է լինի։ Ես իրա երբ որ Մոսկվայում ասում եմ, Եզաս Սրբազան ասում եմ, նախնդ հարցազրույց տուր։ Հայաստանում լուրջ թերթ կա, քեզ ում է։ Չէ, հարցազրույց չեմ տալիս, լավ։ Ասում եմ, սա քեզ անվանում է KGB-ի գնդապետ։ Գործակալ, սովետական։ Ինչ ախր չի կարող անել։ KGB-ի արխիվները 90 թվականին կշտարել են։ Իրա մոտ երևում որ հանից հույս տա ապացուցի, հա, եթե այդ բանը կա։ Ասում եմ, դատի դու։ Դա անապացուցելի բան է, ինքը կխայտարակվի ստիպված ներողություն, խնդրի կհերքի միլիոն դրամ կվերցես քո բանը, քո թեմի ծախսերը կողոքած, մի 2 միլիոն դրամ կվերցնես, ասում եք չէ, լավ ինչի չէ։ Քեզ ասում է սովետական KGB, նշում է, կոնկրետ սովետական KGB-ի գնդապետ։ Դες բանը ասել։ Հա, սովետական, գնդապետ է ասում գործակալ։ Չէ, գոնե ասեր Հայաստանի KGB-ի բան, ասենք հա համի։ Ես ասում եմ սովետական KGB-ի, որի արխիվները չկան Հայաստանում 90 թվականից։ Ոչ Սարգսյանն է դրանք տեսե, թող ոչ Քոչարյանն է տեսե, ոչ Տեր-Պետրոսյանն է տեսե, ոչ ոք չի տեսե։ Ժամանակին հավաքի տվել են։ Չէ, ամբողջությամբ չեն տարել, այտենց բան չի որ։ Ապեր լավ, կա։ Այսօր ԱԱՑ-ն, Միրզոյան Արոյի նախադեպը, որ ասես մենք դες գործակալ չենք ունեցել, եւ ճիշտ արեց ԱԱՑ-ն։ ԱԱՑ-ն եթե ասի այս մեկը մեր գործը, ելոց կգնա իրանց հետ կծառայի։ Ով կգնա իրանց հավաքագրվի, չէ։ Այդ օրենքը աշխարհում եք տենցը։ Դատի դու Սրբազան, դատի դու դրան խայտարակվի, ստիպվածն բերանը ջարդելով դատի տա, Սրբազանը շատ լավ գիտի, որ դատի տա, ինքը պիտի գանձապ այդ դե չէ, կարանձա, դա թե չեք կալանավորեն։ Մի մեղադրանք կարան առաջադրած։ Բայց այդ մասը դա կալանավոր։ Բայց Սրբազանը կարող է առանց գալու դատի տա, ստեղից միշտ բան է։ Չէ, քաղաքացիական հայց։ Քաղաքացիական հայց է չեմ գալիս, այ քեզ բո։
Գակը բռնել Դա հիմա տեսնում ես։ Դեպի ասիկա եկեղեցին էլ է sense բան։ Սկզբունքորեն չի գործում, սկզբունքան Անասու, իհարկե ինչքան է լավ կրի, վեապարը քանի հատ թեմ ունի Հայաստանում, 11 հատ, հա, այդ ամեն կիրակի մի թեմ գնա։ Ոչ միայն գնա է, գնա օրինակ Արագածոտնի թեմ, ենթակ Մասացոտնի թեմ, թող Վրաստանի թեմը գնա։ հա, Ախպեջան, թող գնա ուր ասում ես, ու գնա արտադրության, ախր ամբողջ խնդիրը դրա է, հիմա կասեն կանոնադրությամբ, սա իրավունք չունի, նա իրավունք։ Հետո այս կարգալուծանել ես, որքան հասկացա լուրջ process է։ Դու հոգի ջերագուն հոգևոր խորհուրդը պետք է ինչ-որ նայի այդ հարցը, բան, անձամբ իր ստորագրության հարցը չէ։ Բայց այդ ստյոպիկին, որ կարգալուծարին գերագույն հոգևոր խորհրդի քննարկման ապրանք է թեմի առաջնորդներին կարա փոխի։ Հիմա Մասած օտնի թեմի առաջնորդի կարա փոխի, բայց կարգալուծանի։ Ինչա կարգալուծանը ավելի պրոբլեմ է։ Բանը չգիտեմ որտեղի վանքը որպես վանահայր։ Չի գնա։ Ոչ չի գնա։ Ես լակոստոպիկն չէր գնում, չէ, ռադիոնանում չէր գնում։ Այմար կարևորն է, որ ինքը այդ որոշումը կայացի, թող դրանք չտան, այդ դեպքում իրանք դառնում են ոչ լիգիտիմ։ Լավ, իմ ասածը նա։ Ստոպիկը ինչքան էլ ուզում է այսպես կոչված այնպես կոչված անի, ստոպիկը կարգալուց քահանա է։ Հա, ախրանայով ընդ պահում է։ Բալան եմ արել։ Ոչ մի գիրանի կիրակյորները դրա մոտ պատարակի էին գնում, բախի բայց չեն գնում։ Իվանիսյան Դանիելը բան չտեսավ, պատադրանք չտեսավ։ Ինչ է։ Իվանիսյան Դանիելը, որ հիմա ալվես նախել է Դանիելը ինչ տեսավ։ Թող նա գրի թե վարշապետը բռնի ուժով պատված պատարակ է բերում։ Այմար ոչ մեկին էլ բռնի ուժով չի տարել։ Ինչո՞ր է տարել։ Մարդիկ իրաց Բալան եմ անկամավոր է, չէ։ Այ դու մի հատ լսի, հասկացի։ Իրաց կամքով էին, չէ գնացել։ Թող նորից իրանց կամքով է թա։ Չեն է թա։ Հիմա բանը Նիկոլն է թա տուալետ, սաղ մեծ սիրով հետ կկանգնեն, որպեսզի նայեն։ Ու մի քիչ էլ այդ իրա բանից վերցնեն քսեն իրան ճակատին։ Մարդիկ իրենց կամքով են այդում, արում են Նիկոլի աչքին երևա։ Հիմա Մասնատոտնի այդ սրբազանին Նիկոլ վեր ասե արին դե։ Չեն ասե, չէ։ Իրա կամքով է գնացել։ Հովանավանք։ Չէ, այս թազա որ գնացել էր Արարատի մար։ Հա։ Մարդը իրա կամքով էր գնացել։ Չգիտեմ, ես գիտեմ, որ հա եկեղեցին քանդելը հեշտ է, հնարավոր է, ինձ թվում է 100 միլիոնից Ոչ, այդքան էլ մի ասա հեշտ չի, հնարավոր է չի։ Որ հարկավոր է, որ ամեն մարդ ով իր Ասի սովետական միությունը քանդեցին, հնարավոր չէր մի սովետական միությունը քանդելը հեշտ էր։ Որտեվ սովետական միությունը ոչ ավանդույթ ուներ, ոչ Ստալինը ինչ։ Պատկացա մարդ, որից աշխարհն էր դողում, ձմեռվա բուքից ծակ խցող դարձավ։ Տեսա, հիշում ես, չէ, Շեքսպիրի Համլետի մեջ։ Ասում է ահեղ կեսարն էլ մեռավ հող դարձավ, մի պատի ծեփի ծեփողնա դարձավ։ Այն մարդը, որից աշխարհն էր դողում, ձմեռվա բքից ծակ խցող դարձավ։ Հիմա ախպեջան, այդ մարդը elə չմեռած, իրան ամենամեծ բաների մեջ մեղադրեցին։ Այգը Խրուշովի նման տականքը դիլներ իր կողքը, այն մյուսի նման տականքը դիլներ իր կողքը։ Դե մենք գիտես ինքը ուներ շատ մեծ կադրային բանկ, Արախի չուներ։ Ինքը ուներ, չէ, ուղղակի ինքը վախենում է։ Խրուշովը իր այդ շրջապատի միակ գեղացին էր։ Իսկ գեղացիկ շուստրի են, տես մի նայ, գեղացիկ ինքը ամենաեշն էր դրանց մեջ, օրինակ դրա մոլոտովի ոնց կարամատես։ Ողջ ինդուստրիալիզացիա մոլոտովի ուսերի վրա անցավ։ 31-ից 41-ին էր ժող վարչապետ։ 30-ից 41-ը։ Եվ 41-ի մայիսին 29 նախագահն էր։ Կագանովիչին ման ֆենոմեն աշխատոտո Միկոյանը։ Պես նրանք բոլորը տաղատ ու Բերյան։ Ում շնորհիվ Ախպերյան։ Ատոմային պրոյեկտը իրականացավ, ով կառուցեց աշխարհի ամենահզոր ծառայությունները անվտանգային։ Բայց թե լուրջ մարդը ինչով է տարբերվում գեղասուց։ Ինքը կարիերից չէ։ Ես հավատում եմ, որ Բերյան երբեք առաջի դեմ դառնալու մտադրություն չի ունեցել ցանկություն։ Նույնը Մոլոտովը, նույնը Կագանովիչը, Նիկոյանը։ Դες սխալ են արել։ Ուստինովը, տաղանդավոր մարդ էր Դմիտրի Ուստինովը 33 տարեկանում Ստալինի մոտ աշխատել է, գիտես ինչ։
Министр боеприпасов, պատերազմի 41 թվից, ամենապատասխանատու գործն 33 տարեկան հասակում։ Ամբողջ կյանքը զբաղվել է ռազմաարդյունաբերական համալիրով, լինելով եւ ՑԿ-ի քարտուղար, հետո պաշտպանության նախարար։ Մի օր իր մտքով չանցավ գենսեկ դառնալը։ Գորբաչովին առաջարկում էր, չէ՞։ Ասում է Դմիտրի Ֆյոդորովիչ, հա, կարծեմ, քեզից լավը չկա, այն ասում է, չէ, տղերան, ախպեր, ես իմ գործն եմ անում։ Հա, գերներ, մեկ հարցնում են, շատ են հարցնում, այդ հարցին պատասխանեմ, որտեղ այստեղ բանը Արմեն Պոգոսյան։ Գերներ, Նահապետյանը Հայկը աշխատում էր մեր մոտ, ուներ առանձին հաղորդում։ Հետո քանի որ իրան շատ տեղերից էին հրավիրում հարցազրույցների, ինքը ծանրաբեռնված էր, ասեց, որ այլևս չի կարող աշխատել եւ մարդը հիմա ազատ գրաֆիկով է աշխատում, որտեղ ինքը շաբաթը գոնե մեր մոտ ամենակիչը 3 հաղորդում տաներ, ծանրաբեռնված էր։ Դրա համար էլ եթե նկատում եք շատ հաղորդումներ նախորդ հայտարարվում էր, ցավոք սրտի հետագայում չմոռանաք նաև որ մարդը ծառայության ընթացքում նաև խնդիրներ ունեցել առողջական եւ այլն, այս որ բացառապես իր ցանկությամբ ինքը որ չէր հասցնում ուղղակի, ֆիզիկապես չէր հասցնում։ Դրա համար խնդրեց, որ բան չանի, մենք էլ որևէ խնդիր չենք տեսնում։ Դրա համար անդադ հարցնում են, մտածում են, թե մենք ինչ-որ բան ենք արել, չէ, տեսեք աղագին ժամանակ է Արտոգրե Խաչատրյան չկար։ Մարդը գործերով իր տղայի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունում էր մի երկու ամիս, այդպես ստացվում է մարդկանց մոտ եւ մենք որևէ մեկին ոչ պարտադրում ենք, ոչ էլ կարող ենք պարտադրել։ Այս որ որևէ խնդիր չի եղել, որևէ հարց չի եղել։ Հիմա էլ եթե մեր լրագրողները հանկարծ անհրաժեշտ համարեն հրավիրել պարոն Նահապետյանին, որևէ խնդիր չկա, որ պարոն Նահապետյանը մեր եթերում ուրեմն բանն են, հաղորդումներ ունենա։ Բայց ուղղակի զուտ մարդկային օրեր մարդը ժամանակի առումով բավականին սուղ էր իր ժամանակը, չէր էլ հասցնում, իսկապես չէր հասցնում։ Դրա համար լինում էր, որ ամիսները միջում էր լինում, մենք որևէ խնդիր այդ առումով չունենք։ Հիմա ինչ թեմա, տես եկեղեցին քննարկեցին։ Լավ, Նիկոլը գնում է ընտրությունների վաղարշաբաթում ընդդիմությունը ըստ էության պարտվեց, չնայած մեծ հույսեր ունեին։ Երկու բառի ընդդիմության մասին, ուրեմն Նիկոլը այս ընդդիմությունները կջարդի։ 3 տարբերակ կա այդ հունիսյան առաջինը կկրկնվի նույնությամբ վաղարշաբաթի դեպքը կտանի մեծամասնություն բոլորին կջարդի դուրս գցի երկրորդը ընդդիմությունը հավաքում է 90% կամ 100 կամ 150 հաղթում է վարչապետ կմնա Նիկոլը Եվրամիությունը կչեղարկի այդ ընտրությունների արդյունքները կասի հիբրիդային հարձակումներ Ռումինիայի նախադեպը կա չէ Եկա, կգնամ նոր, երորդ տարբերակը, եթե շատ Նիկոլի վիճակը բարձրացավ, մինչև հունիս ամիսը, Մայա Սանդուրի բանը կա, էլի Բրյուսելի կողմից ողջունած, բոլոր հավաքական արևմուտքի կողմից ողջունած։ Մարդը քվեարկությունից 3 օր առաջ երկու հիմնական ընդդիմադիր բլոկը դուրս գցեց հրատեշտիկներից։ Երկու հիմնական ընդդիմադիր բլոկ անեց, Բրյուսելը ողջունեց։ Տնես որ ասում են վերընտրելու շանս չունի Փաշինյանը կամ բան, եւ զարմանում եմ այդ մարդիկ մանկապարտեզ սովորել են, թե չէ։ Այդ որ երկրում ժողովրդի իշխանություն ընտրում կամ ժողովուրդնով իշխանություն ընտրի կամ այդ անգլոսաքսերես տգետ ազգերի գլուխը մտցրել են, թե իշխանությունը ժողովրդին է պատկանում իշխանությանը, ոչ, իշխանությունը պետությանն է պատկանում։ Պետությունն է իշխանության աղբյուրը։ Պետությունն է որոշում, ով իշխանություն կլինի, ով չի լինի։ Ուղղակի մեր ողբերգությունն է նա, որ այլ պետությունն է մեր իշխանությունը որոշում, ոչ թե Հայաստանին է։ Օրինակ տեսեք, չէ՞, ասում են ժողովուրդը իշխանության աղբյուրը, այստեղ հիմարությունն է անգլոսաքսերի թոզն է, էլի մարդկանց աչքին։ Պուտինի աղբյուրը ով էր, Կրեմլը, չէ,
Կրեմլը նրան դեմ տվել, ժողովրդին ասեց դե գնաք հեղարկի վավերացրա։ Մեդվեդևի աղբյուրն ով էր, էլի Կրեմլը դեմ տվին ասել, ամերիկյան նախագահների աղբյուրն ով է, պետական կառույցներ։ Դե ֆակտո պետական կառույցներ են, դրանց թե հանրապետական, թե դեմոկրատական կուսակցություններ են։ Դե ֆակտո պետական կառույցներ են։ Մեկ հոգի մեկը դեմ է տալիս, իսկ պետությանը, հատկապես խորհրդային պետությանը միևնույն է ով անտեղ Ջորջ Բուշը կանցեր, Կլինտոնը կանցեր, թե այս երկու հաշվի միջից ընտրեք։ Նույնը Գերմանիայում, նույնը բոլոր տեղերում ժողովուրդը չի կարող իշխանության աղբյուր լինել։ Դու իշխանությունը չի կարող ժողովրդին պատկանել, պետությանն է պատկանում։ Հիմա բաներ են, որոնք թոզա, որը արևմուտքը կապել է այս խեչուկերակ ժողովուրդների աչքերին, այսօր Նիկոլին հաղթել, դու տեսականորեն հնարավոր չէ։ Հələ պատկերացրեք բարևմուտքը բավարար հանկարծ հաղթի մի սկզբունքային ուժ հաղթի ու դնի սրա բոլոր պրոցեսները, պրոյեկտները վիժեսնի։ Սրանպի տանձին, հա։ Թե մարդը կասի ախպեր եկեղեցի է փակի տով, հապարի քրոշնի տալ փակի ախպեր մեզ պետք է մեր թուրանը քո հաղթանակը որպես մեր թուրանի գրավական, հա։ Հերնի հանից ինչ ուզում է սրա այլևս ձեռները լվա ու մի կողմ քաշվի։ Ախպեր ժողովրդը ինչ ուզում է թուրանի ժողովրդի ինչ կապ ունեմ այս ավարտանը։ Ես որ ասպես Նիկոլա հավերժ է։ Ես չեմ ասում հավերժ է։ Այնքան է հավերժ, որքանով Իրան նշանակողը կհանդուրժի Իրան։ Դե եթե ինքը կատարում է իր նշանակողի պատվերան խափան, ինչի՞ պիտի երկար չհանդուրժեն։ Դե գիտես ինչ կա, ուրիշ իր ղեկավարից վասի ուրիշ շզով մարդիկ կան, չէ՞, այս տարածաշրջանում։ Ռուսաստանի Դաշնությունը։ Ախր ողբերգությունն է նա, որ Հայաստանը իր բազմավեկտորությունից շեղվեց միավեկտորություն եւ հասավ նրան, որ այսօր Հայաստանը դարձնում են անտի-Ռոսիա։ Այն ինչ դարձել Ուկրաինան։ Եվ ինչ Ուկրաինայի վերջի ինչ եղավ, շատ ցավալի։ Վրաստանի վերջին ինչ եղավ, շատ ցավալի։ Պես դարձի եկան շուտ։ Մոլդովան շատ մշուշոտ ապագա ունի։ Մեր բացյան երկրները, որոնք իրանց կամավոր են ասում, հա մենք հակառ Ռուսաստան ենք, շատ մշուշոտ ապագա ունեն։ Այդ երեքն է Լիտվանը, Էստոնիան, Լատվիան է տարածք կկորցնեն։ Լուրջ տարածքներ կկորցնեն։ Ինչ ասեմ։ Հիմա Հայաստանն է, ապեջան, կամավոր գնաց է մտել է հակառուսական դաշտ, ասում է հա ինձ օգտագործեք որպես անտի-Ռոսիա, ինչ ապուշություն է որ ասեն, ախր մի հավատացեք։ Դե կներեք էլի ախր այս անգլոսաքսերի գործակալները, ախր սրանց սուտն է, ախր օրինակ Նիկոլ Երեկին չի ասում, թե երկու օր առաջ։ Ոչ ոք չի արել Ղարաբաղցիների համար այնքան ինչքան ես։ Ճիշտ է ասում։ Լավ, գիժա թե մեզա կժիճել։ Հələ Ղարաբաղցիների հետո այս հարցերում ո՞րմարիցել ես, արա։ Երբ ասում, ոչ ոք չի արել, ոչ ոք Ղարաբաղը չի անձնել, ոչ ոք։ Հա, քեքեն դասպանել։ Այնինքն լավ իմաստով այնքան լավ են։ Ով է ինքը ասում է լավ իմաստով։ Հա, բա։ Չի տես բան ասում։ Ոստ է բոյ։ Ասում է ոչ ոք Ղարաբաղցիների համար այնքան բաժյար է, որքան ես ճիշտ է ասում։ Դե մի դու մարդը հորը չի ասում։ Մարդ հավաքասի, այս Թրամփի մոստը որ սարքում ենք, Թրամփի մոստը, ոչ մեկը մեղրեցիների համար ավելի շատ բան չի արել, քան Նիկոլը, հեսա մեր հանձնում է։ Ամենալավ ռուսական պրոյեկտն է, հատուկ ռուսների համար ենք անում։ Թրամփի կգա Պերեսոկա, Թրամփի մոստը, իշտա ես խորեկո, հատուկ մեր կանում ենք ռուսները, սենց պրո-ռուսական պրոյեկտ չի եղել, ասում գժությունով ասելով չէ։ Բան, գժություններ մարդու տեղես դրե, չէ։ Օգոստոսի 8-ին փաստաթուղթ է ստորագրել։ Հա, հայերենն է չէ գրված։ Դե անգլերեն է գրված կլի։ Հա, դու հայերեն մի քիչ լավ չես հասկանում կրթությունը ռուսական է։ Չէ, ասը։ Դա գիտեմ ինչ պիտի ասած։ Չէ, երրորդ կետ արա։ Հիմա դու եւս մեկ անգամ հասկ լսես։ Ոչ բաները չի փոխվի։ Չէ, այսքան ջանքեր որ թափում են մի բանի համար։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցություն։ Հա։ Հայաստանի համար որոշակի արտոնություններով։ Հայաստանը այդ տարածքով կարա իտրավերով անցնի, գնա գա իր տարածքով։ Իր տարածքով որոշակի արտոնություններով։ Բայց Հայաստանը ուղղակի պետք է Նախիջևանի որոշակի արտոնություն են տալու։ Որ դու կարինաս հասնես գնաս, այս ճանապարհի վրայով հասնես գաս։ Եվ վերջապես հայերեն է գրված։
Ինչ գործ ունի Մեղրիի մասին փաստաթղթում Ալիևի ստորագրությունը մինչև հիմա ինչ ոչ մեկը չի բան։ Ավելի ձեր ցավը տանեն։ Մարդ կա իր անասելի տառապանքներ, հեքիաթ է պատմում։ Պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական, բայց ադրբեջանցիները չեն ուզում այդ ճանապարհին հանկած հայ կանգնածել է։ Ախիպ հայկական մի։ Բարիդրացիական, եղբայրական են, բայց իրա։ Եվ ասում է, այսուհետ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառել պետք չի էս մարդը տամա։ Հիմա հայերեն է գրած։ Ես մեր քաղաքական ուժերին, պատգամավորներին ընդդիմադիր, ասում եմ, տարեք ես ընդեք արդացեք։ Ասեք այ էս ինչ է ստորագրի արայս պայք։ Քոչարան ասեց, մենք ոնց կարանք Ամերիկա բայեն երկիրն է, որ մենք մի բաստորիակի պետք է անենք։ Մարդը ասեց, մի Ամերիկան Եվ դու ես որ ասում ես բազմավեկտոր, մենք պետք է բազմավեկտոր չլեի։ Մարդիկ մտածում են, արա, էս ինչ ուզում ասած։ Դու ասա Հայաստանը պետք է հանդես գա իր շահերի տեսանկյունից։ Այդ շահերը կհամընկնեն լուսնի հետ գործ կունենանք, սատանի հետ գործ կունենանք, քանդրբազի հետ գործ կունենանք։ Եվ որ դու ասում ես վեկտոր, շատ մտածում են, արա, էս բանը մենք մինչև 1828 թվականը ռուս չենք ճանաչել, բայց Հայաստան եղել է։ Չեն ճանաչել։ Իսրայելի ժամանակվանից Հայաստան հայեր արդեն Ասրխանում կային լուր բան։ Հայերը ամենուր են եղել, հարցը դրա մասին չի։ Մի խոսքով, դրա համար նույնիսկ ձևակերպումը շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Դե սիրելի լրստատո, այսօր կարծում եմ այսքան արդյունքը հələ մի քանի օր ստեղ է, հույսով եմ էլի կհանդիպենք։ Բանում ես ասելու։ Չէ, գիտեք, մի բան եմ ասում, զավեշտ եմ ասում, զավեշտալի բան եմ ասում, բայց գիտեք, ինձ թվում է օրը կգա, գոնե ես անձան, ես իհարկե երբեք չեմ օգնի Փաշինյան Նիկոլային բանին, ու երբեք վնաս չեմ տա նրա հակառակորդներին, բայց կարող է ես սրտանց իմ մեջ ցանկանամ սրա ջախջախի հաղթանակը ընտրություններին, գիտես խի։ Ինչքան արագ ջարդի, ինչքան արագ սկսի այդ Թրամփի կնգապերելոքի կառուցումը, այդքան շուտ իրա վերջը կգա։ Ախր դու միլիոն անգամ այդպես բաներ ասել ես, ինչքան շուտ սա անեն, իրա վերջը շուտ կգա, ինչքան շուտ սա անեն։ Երբ եմ ասել միլիոն անգամ։ Չէ, ես միլիոն անգամ մի բան եմ ասել։ Ռուսները իրաց մասին լավ բան ասում, դողը զապեգայ բыстро едут, դրանում ամեն ինչ ասացա։ Մինչև դանակը ոսկորին չհասնի, նրանք տեղի չեն շարժվի։ Իսկ եթե մեկը կարծում է, այս Թրամփի բանը, մոստը, կնգապերեդոկը, որ սարքում են Թուրանը, էլի, անունը տարբեր անուններով են դնում Զանգեզուրի մի չանց բան։ Եթե մեկը կարծում է դա դանակ չի ռուսների համար, սխալվում է բան, հասկանում։ Անամբեր սպասենք այս հույսով մինչև վաղը։ Այդ մոստը կառուցվի ու Հայաստանում շատ բան կփոխվի։ Մեր արդյունքը երազում է Մելանիայի Պերեդոկը։ Չէ, մելա 50-ից արդեն էլի։ Բա դու ինչ ես այդ Պերեդոկ զադուկ ասում։ Բա Թրամփի մոստը ասում եք, ես կգա Պերեդոկի ասեք, տեսեք, դա ավտոմատ Պերեդոկ ունի, մոստ ունի, չէ։ Ավտոտեքի Պերեդոկի խոսքով։ Հուսանք, որ չենք հասնի նրան, որ Նիկոլը այս երկիրը վերջնական կործանի։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է մեր քաղաքացիների սեփական կյանքի, սեփական ընտանիքի, սեփական հողի ու հայրենիքի համար